Բարի օրհնյալ առավոտ սիրելի հարազատներս, Հիսուս Քրիստոսի սուրբ անունով օրհնում եմ յուրաքանչյուրիս։ Հայր Աստված, աղոթում ու խնդրում եմ Տեր, որպեսզի մեզ վրա չնայես որպես մեզ, այլ Քրիստոսին նայես Տեր։ Խաչի վրա արած Հիսուս Քրիստոսի կատարյալ գործին զոհաբերությանը, նրա սուրբ արյանը, որովհետև նա մեր փոխարեն կրեց քո ցասումը, նա մեր փոխարեն վճարեց մեր մեղքերի պատիժը, մեր փրկագնումը դարձավ Տեր, և Քրիստոսին նայելով ողորմես մեզ, Տեր ջան, չհիշես մեր մեղքերը, մեր անարդարությունները, մեր անաստվածությունը, Տեր, այլ հիշես քո ողորմությունը և ողորմես մեզ, Տեր, և մեզ դարձի ապաշխարության վերստին ծննդի նվեր տաս մեզ, Տեր, Սուրբ Հոգով լցնես մեզ, դարձի բերես, մեզ նոր սիրտ տաս, Տեր, Հիսուսի անունով աղոթեցի, ամեն։ Հիմա անդրադառնում ենք նորից Հռոմեացիների նամակի մեկնաբանությանը ըստ իմ հովիվ Էբո Էսելի։ Նախկին դասերը դուք լսեք, այսօր մենք շարունակելու ենք Հռոմեացիների առաջին գլխի 18-րդ խոսքը մեկնել, որը նախկին դասում մենք մեկնեցինք, որը վերաբերում էր Աստծո բարկությանը, որ Աստված բացահայտել է երկնքից։ Կարդանք այդ համարը, որովհետև Աստծո բարկությունը երկնքից հայտնվում է մարդկանց ամեն ամբարշտության և անիրավության վրա, որ ճշմարտությունը ճնշում են անիրավությամբ։ Ինչպես ասեցի, մենք խոսեցինք ինչ է Աստծո բարկությունը, որ այն հայտնվում է բոլորի դեմ, իսկ այսօր մենք խոսենք, հասկանանք Աստծո բարկությունը հայտնվում է ինչի դեմ, այն հայտնվում է ամբարշտության և անիրավության վրա, այսինքն ամեն կարգի անաստվածության և անարդարության դեմ։ Ամեն բոլոր բառը նշանակում է բոլոր, այսինքն չկա բացառություն, չկա արտոնություն, չկա խտրականություն։ Այն ներառում է մեղքի յուրաքանչյուր ձևը, մեղքի յուրաքանչյուր աստիճանը, մեղքի ամեն տեսակ դրսևորումը։ Սա նշանակում է, որ Աստծո արդար բարկությունը ուղղված է նաև քո մեղքի դեմ, իմ մեղքի դեմ։ Այն, որ դու կամ ես չենք կրում այդ բարկության ամբողջ հետևանքները, պայմանավորված է նրանով, թե ով է Հիսուս Քրիստոսը և ինչ արեց նա խաչի վրա և ինչպես է Հայր Աստված վերաբերվում այդ զոհողությանը։ Հիշիր, Աստված չի փոխվում, նրա էությունը չի փոխվում, նրա կարգ ու կանոնը չի փոխվում, նրա չափանիշները անփոփոխ են։ Այդ դեպքում ինչպես ենք մենք փրկվում։ Միայն ու միայն Հիսուսի միջոցով, միայն ու միայն այն բանի միջոցով, որ Հիսուսն արեց խաչի վրա, իր արյունը թափելով մեր փոխարեն, որովհետև մեղքի պատիժը մահն է, ներում չկա առանց արյուն թափելու, կամ քո արյունը պիտի թափվի, կամ էլ պիտի ընդունես Հիսուսի թափված արյունը։ Եվ եթե մենք սա իսկապես ընդունենք ու հասկանանք, սա պետք է մեզ լիովին լցնի անվերջ ուրախությամբ ու երախտագիտությամբ առ Աստված։ Այնուհետև Պողոսը օգտագործում է երկու բառ՝ անաստվածություն և անարդարություն, կամ ամբարիշտություն և անիրավություն։ Անաստվածություն հունարեն ասեբիա բառն է, որը վերաբերում է մեր ուղղահայաց հարաբերությանը Աստծո հետ, այսինքն մեր ուղղակի հարաբերությանը Աստծո հետ, մեր մեղքը Աստծո դեմ։ Այդպես էլ սկսվեց մեղքը, Ադամն ու Եվան մեղանչեցին Աստծո դեմ նախ և առաջ։ Անաստվածությունը, անբարշտությունը վերաբերում է Աստծուն պատշաճ պատիվ և պաշտամունք չտալուն, Աստծո երկյուղ մեր սրտում չունենալուն։ Բոլոր մեղքերի արմատը Աստծո հետ
հարաբերության խախտումն է։ Ամեն մեղք սկսվում է Աստծո հետ սխալ հարաբերությունից, երբ մենք Աստծուն չենք վերաբերվում որպես Աստված, երբ մենք Աստծոյի երկյուղ չունենք, եւ Պողոսը շարունակելու է սա բացատրել։ Եվ հիշենք, երբ ասում ենք Պողոսն է ասում, Պողոսն է բացատրում, նա խոսում է Քրիստոսի անունից, Պողոսի բերանով խոսում է Սուրբ Հոգին, սա Աստված է մեզ ուղղակիորեն ասում։ Հետո գալիս է անարդարություն, անիրավություն բառը, ադիկիա, որը վերաբերում է հորիզոնական հարաբերություններին, բարոյական սխալներին, անարդարությանը մարդկանց հանդեպ, իրար հանդեպ եւ Աստծո բարոյական կարգի խախտմանը։ Ադամն ու Եվան նախ մեղանչեցին Աստծո դեմ, հետո սկսեցին իրար մեղադրել։ Այսինքն նախ մեղքը Աստծո դեմ, որից փխում է արդեն անիրավությունն ու անարդարությունը իրար դեմ, բարոյական կարգի խախտումը։ Պողոսը այս բառերը պատահական չի օգտագործում, կա հստակ հերթականություն, նախ գալիս է անաստվածությունը, ամբարշտությունը, որովհետև անաստվածությունն է առաջ բերում անարդարությունն ու անիրավությունը։ Եթե Աստծո հետ ճիշտ հարաբերություն չունես, երբեք չես կարող ճիշտ հարաբերություն ունենալ ինքդ քեզ հետ եւ ոչ էլ մյուս մարդկանց հետ։ Սխալ հարաբերությունը Աստծո հետ, խաթարված հարաբերությունը Աստծո հետ կամ Աստծո հետ հարաբերության բացակայությունը հանգեցնում է սխալ կյանքի։ Երբ մենք Աստծո հանդեպ երկյուղ չունենք, մեր կյանքը խաթարված է։ Սա է աստվածաշնչյան ախտորոշումը մարդկային վիճակի վերաբերյալ, մարդկային այս հիվանդության տառապանքի վերաբերյալ։ Մեղքը նախ ուղղահայաց է, մեղք Աստծո դեմ, հետո նոր հորիզոնական, մեր հանդեպ, մարդկանց հետ եւ մեր կյանքում։ Այնուհետև Պողոսն ասում է մարդկանց ամբարշտությունը, անաստվածությունը։ Այստեղ մարդիկ բառը ընդհանուր է, ամբողջ մարդկության համար, անցրոպոն, ոչ միայն հեթանոսները, ոչ միայն հրեաները, այլ բոլոր մարդիկ։ Աստծո արդար եւ սուրբ բարկությունը ուղղված է յուրաքանչյուր մարդու ամբարշտության, այսինքն անաստվածության, եւ անիրավության, այսինքն անարդարության դեմ, եւ այդ անարդարությունը բխում է անաստվածությունից։ Եվ այն վերաբերում է ողջ մարդկությանը նաեւ տարիքային առումով։ Եվ երեխաներին եւ մեծերին, եւ նորածիններին։ Եվ հիշիր, սա վերաբերում է նաեւ քեզ։ Միակ ճանապարհը փրկվելու Հիսուս Քրիստոսն է, ով ուզում ես եղի, սա շատ կարևոր է։ Անկամ որպես քրիստոնյաներ երբեմն կարող ենք մտածել, որ մենք ճիշտ բաներ ենք արել, բարոյական կյանքով ենք ապրել, որ Հիսուսին ենք սիրում, որ Աստվածաշունչ ենք կարդում, դրա համար Աստված օրհնում է մեզ, բայց դա այդպես չէ։ Միակ պատճառը, որ Աստված մեզ լավ է վերաբերվում, այս պահին մեզ չի վերացրել ու ոչնչացրել, դա Հիսուս Քրիստոսն է եւ Աստծո բարությունը ու համբերությունը։ Հովիվս ասում է, երբ անցյալ տարի պատրաստվում էի այս ուսուցմանը, ուսումնասիրում էի Հռոմեացիների նամակը, Սուրբ Հոգին խոսեց եւ ասաց. դու պետք է քեզ նույնպես ներառես այս պատկերում, որովհետև միակ ճանապարհը, որով դու փրկվել ես, Քրիստոսի միջոցով է։ Այսինքն Պողոսի այս խոսքերը, որ Աստված ասում է, ամեն մեկիս է վերաբերում։ Մենք մեզ չենք հանում պատկերից ու ասում, սա մյուսներին է վերաբերում։ Ոչ։ Դրա համար քաջալերում եմ, որ ամեն մեկս կարդանք Հռոմեացիների նամակը, կարդանք հատկապես առաջին գլխի 18-ից մինչև 3-րդ գլխի 20 հատվածը եւ ինքներս մեզ տեսնենք այդ ամենի մեջ։ Եվ ինչ կլինի մեր սրտում այդ ժամանակ։
մենք կլցվենք երախտագիտությամբ։ Մենք կզգանք, որ ուրախություն է ծնվում մեր սրտում, որտեղ կսկսենք հասկանալ, որ ոչ մի բարիք, որ Աստված տալիս է մեզ, դրան մենք արժանի չենք։ Եվ ավելի շատ կլցվենք շնորհակալությամբ։ Իսկ եթե դեռ քրիստոնյա չես, քո սիրտը կսկսվի փոխվել։ Պողոսն ասում է, որ Աստծո բարկությունը բացահայտվում է մարդկանց վրա, որոնք ճշմարտությունը ճնշում են իրենց անիրավությամբ։ Այս արտահայտությունը ցույց է տալիս ամբողջ մարդկության բարոյական մեղավորությունը Ադամի մեջ, որտեղ հենց Ադամի միջոցով մեղքը մտավ բոլորիս մեջ։ Դավիթ թագավորը Սաղմոսներից մեկում ասում է, որ մենք մեր մոր որովայնում արդեն ձևավորվել ենք մեղքի մեջ։ Մենք ծնվում ենք մեղքով, ահա թե ինչու էլ ես նշեցի նորածիններին, որտեղ մեղքը գենետիկորեն անցնում է մեզ։ Նկատել եք, որ կարիք չունես երեխային սովորեցնես ինչպես ստել, ինչպես թաքուն շոկոլադ ուտել, թաքուն տորտ ուտել, ինչպես խփել, ինչպես ճանկռել, ոչ մի ծնող դա չի սովորացնում, մեծամասամբ չենք սովորացնում։ Ոչ մի ծնող չի նստացնում իր երեխային ասում, արի քեզ սովորեցնեմ, թե ինչպես գաղտնի մտնես սենյակ, տորթը ուտես, իսկ հետո ասես, որ ձեռք չես տվել, ես չեմ արել։ Ոչ ոք չի սովորեցնում երեխային ստել, ուրեմն որտեղից երեխան գիտի ստել, որտեղ մենք մեր բնույթով մեղավոր ենք, նա ծնվել է արդեն մեղավոր բնույթով։ Այսպիսով, երբ Պողոսն ասում է, որոնք ճշմարտությունը ճնշում են իրենց անիրավությամբ, Աստված մեզ ցույց է տալիս, որ մեր ընկած մարդկային բնույթով ապրելը ինքնաբերաբար մեզ բերում է Աստծո ճշմարտությունը ճնշելու վիճակին։ Սա է այն միտքը, որ Պողոսը մեզ փոխանցում է։ Ճնշել բառը շատ ուժեղ ու խորը իմաստ ունի, նշանակում է հասկանալով ներքև ճզմել, պահել, զսպել, ակտիվորեն կասեցնել մի բան, որ փորձում է դուրս գալ, վեր բարձրանալ։ Սա պասիվ անգիտություն չէ, սա ակտիվ ճնշում է։ Այսինքն գիտես, բայց չես ընդունում, այսինքն գիտես, բայց հակառակվում ես, այսինքն գիտես, բայց հրաժարվում ես։ Այլ կերպ ասած, Աստծո առաջ քո մեղքը ու իմ մեղքը, մեր երեխաների մեղքերը դիտավորյալ են, գիտակցված են։ Աստված չի ասում, դե լավ, նրանք չգիտեն ինչ են անում։ Ոչ։ Այլ Աստված ասում է, որ նրանք գիտակցաբար ճնշում են ճշմարտությունը իրենց անիրավությամբ։ Եվ Պողոսը շարունակելու է սա բացատրել մեզ։ Հիշենք, մեզնից յուրաքանչյուրը եւ մարդկանց մեծամասնությունը հարաբերական լավ լինելու զգացում ունի իր մասին։ Օրինակ, ցանկացած մարդու, որ հարցնես, դու քեզ լավ մարդ համարում ես, մեծ մասը ասում է այո։ Բայց երբ հարցնում ես, դու քեզ կատարյալ մարդ համարում ես, պատասխանը դառնում է ոչ։ Սա նշանակում է, որ մարդը գիտի, որ մեղավոր է, եւ Պողոսը հենց դա է ասում։ Եվ այն փաստը, որ մարդը մենք գիտենք դա, բայց շարունակում ենք ապրել մեր մեղքերի մեջ, ցույց է տալիս, որ դրանք գիտակցված ընտրություն են Աստծո առաջ։ Աստծո տեսակետից մենք ընտրում ենք այդպես ապրել։ Եվ սա ամենքիս է վերաբերում։ Երբ մենք ապրում ենք ընկած էությամբ, մենք ճնշում ենք ճշմարտությունը։ Սա անգիտություն չէ, այլ ակտիվ հակառակություն, դիմադրություն, ապստամբություն։ Մարդկությունը պարզապես անտեղյակ չէ ճշմարտությանը, այլ մենք ակտիվորեն ճնշում ենք ճշմարտությունը։ Եվ այստեղ ճշմարտություն բառը օգտագործվում է որոշյալ հոդով, այսինքն խոսքը ոչ թե պարզապես ինչ որ մի ճշմարտության մասին է, այլ ճշմարտության Աստծո մասին ճշմարտության մասին է, միակ ճշմարտության։
Աստծո գոյության ճշմարտության մասին է, Աստծո էության ճշմարտության մասին է, որ նա արդար է, որ նա դատավոր է, որ նա միայն սեր չէ, որ նա սուրբ է, որ նա մեղքը չի ներում, որ նա անկողմնակալ է, Աստծո բարոյական պահանջների ճշմարտության մասին, փրկության միակ ճանապարհի ճշմարտության մասին։ Եվ մարդկությունը եւ ես ու դու դա անում ենք անարդարությամբ։ Անարդարություն նշանակում է Աստծո չափանիշների խախտում, անարդարություն, անիրավություն։ Արդարությունը իմ ու քո կարծիքը ու պատկերացումը չէ։ Ըստ Աստվածաշնչի արդարությունը դա Աստծո չափանիշներն են, Աստծո կամքը, Աստծո պատկերացումը, Աստծո օրենքը։ Իսկ անարդարությունը Աստծո չափանիշների խախտումն է։ Եվ դա վերաբերում է թե այն ներքին հոգևոր վիճակին, որի մեջ մարդը ապրում է, եւ թե այն գործերին, որոնք մարդը կատարում է։ Կա քրիստոնեական մի երգ, որ ասում է. «Վերցրու ամեն ինչ, միայն տուր ինձ Հիսուսին»։ Մենք բոլորս կարիք ունենք այս երգը երգելու, բայց մեզանից շատ քչերն են երգում այս երգը իսկապես դա ցանկանալով, որովհետև մենք չենք ըմբռնում ավետարանը, մենք չենք հասկանում բարի լուրը, որ մենք կարող ենք ունենալ ամեն բան ու չունենալ Քրիստոսին եւ լինել ամենաանիծյալ մարդիկ, եւ կարող ենք ոչինչ չունենալ եւ ունենալ Քրիստոսին եւ ունենալ ամեն բան։ Կյանքի իմաստը Հիսուս Քրիստոսին ձեռք բերելն է, որովհետև նա է կյանքը։ Ու քանզի մենք չենք հասկանում ավետարանը, մենք չենք հասկանում, որ մենք մեղավոր ենք, որ մենք ակտիվորեն հակառակվում ենք Աստծուն, մենք չենք կարող այդ երգը ի սրտե երգել։ Ուրեմն նախքան բարի լուրը ընդունելը կամ ինչ որ մեկին պատմելը, եթե մենք պատկերում ենք բարի լուր, որպեսզի մենք կարողանանք այդ բարի լուրը ընդունել կամ ուրիշին բացատրել, պետք է ֆոնը, բարի լուրի հետևում գտնվող ճշմարիտ ֆոնը նկարես, Աստծո բարկությունը, որ բացահայտված է մեր մեղքերի դեմ։ Պիտի նկարես այն պատկերը, որ ու հասկանաս մենք մեղավոր ենք եւ Աստծո բարկությունը մեր վրա է։ Միայն այդ հասկանալուց հետո, այդ ընդունելուց հետո դու կարող ես ընդունել բարի լուրը, որտեղ ոչ մեկ բարի լուր չի ընդունի, եթե չի հասկանում, որ այդ բարի լուրի կարիքն ունի, որ ինքը Աստծո ցասման տակ է, որ ինքը մեղավոր է եւ արդարացման ձև չկա, բացի Հիսուս Քրիստոսից։ Աստվածաշունչը ավետարանը կոչվում է բարի լուր։ Իսկ եթե բարի լուր է, ուրեմն կա նաեւ վատ լուրը, կա հակառակ կողմը։ Եթե մենք չհասկանանք, որ մենք վատ լուրի առաջ ենք կանգնած, որ մենք վատ լուրի կրողներն ենք, մենք չենք ձգտի բարի լուրը ունենալու։ Դրա համար էլ Պողոսը նախքան մեզ կտանի դեպի այն փառքը, որ Հիսուս Քրիստոսն է բարի լուրը, նա նախ մեզ հաստատում է մեր մեջ Աստծո բարկության ճշմարտությունը, որ մեզ վրա է Աստծո ցասումը, քանի որ մենք մեղավորներ ենք։ Այսքանը այսօր։ Վաղը Աստծո շնորհով կխոսենք մի քանի բաների մասին, որ այս հատվածը մեզ սովորեցնում է, վարդապետություններ, որ մենք սովորում ենք այս հատվածից, որոնք բացահայտում են մեզ համար Աստծո էության ճշմարիտ կողմերը, որ մենք պիտի իմանանք, որ ճշմարիտ Աստծուն ճանաչենք։ Ոչ թե մեր կարծիքով Աստված ինչպիսին է, այլ ինչպիսին է Աստված ըստ իրեն։ Աստված օրհնի ձեզ, պահպանի ձեզ, թող Աստված մեզ այնքան ողորմի, որ մեզ ժամանակ տա, որ մենք այս ճշմարտությունները կարողանանք ընդունել եւ իր Սուրբ Հոգով գործի մեր մեջ, տալով մեզ կարողություն ընդունելու ճշմարտությունը եւ ծնկելու Աստծո առաջ եւ գթություն ու ողորմություն խնդրելու
Հիսուս Քրիստոսով։ Ամեն։